Գարսի շաուրման միակ շաուրման է, որը չի պատրաստվում պտտվող գրիլի վրա։ Հնում այն պատրաստում էին ինչպես խորովածը, որից հետո միսը շերտատում էին, փաթաթում էին լավաշի մեջ եւ ըմբոշխնում։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք շաուրմա խոզի մսով։ Խոզի միսը նախքան ջերմային մշակումը ընդամենը համեմելու ենք։ Հենց դրանից էլ կսկսենք։ Նախապատրաստենք համեմունքը։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության 4 պղպեղ, ծովի աղ, կարմիր քաղցր, կծու պղպեղներ, սա քաղցրն է, սա էլ կծուն, նրանք ովքեր չեն սիրում կծու կարող են չանել, իսկ քաղցրը կարելի է փոքր ավելացնել, խառնենք համեմունքը, ջեռոցը հարկավոր է նախապես տաքացնել, այն պետք է տաք լինի, երբ միսը ուղարկում ենք եփվելու, կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան տաքացիր ջեռոց, վերցրել եմ խոզի մսի վզի մասը, 3 շերտ, հանենք այն ինչը մեզ կարող է պետք գալ, և համեմենք միսը, 3 գեղեցիկ շերտ վզի հատվածից, մոտավորապես 900 գրամ, շարում ենք տախտակին, համեմում ենք ստացված համեմունքով երկու կողմից, երկու կողմից լավ համեմում ենք, վերցնում ենք ջեռոցի տափը, վրան տեղադրում ենք ալյումինաթուղթ, յուղում ենք բուսայուղով, մի կողմ հավաքենք բուսայուղ, այսպես, շարում ենք մսակտորները,
Ստախտակ կարելի է։ Վրան կսում ենք բուսայուղ, թեթևակի շատ չէ։ Առաջարկում եմ իմպրովիզացիա։ Ընդհանրապես շաուրմայի մեջ ընդունված չէ խորոված պղպեղը, բայց մենք մեր շաուրմայի մեջ այն կօգտագործենք։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ 2 քաղցր պղպեղ։ Հեռացնում ենք պղպեղների պտղակոթերը և սերմերը։ Պղպեղները նույնպես, պղպեղների վրա նույնպես կսենք բուսայուղ։ Սել, այսպես։ Բացի քաղցր պղպեղներից կառաջարկեմ նաև կծու պղպեղ, 1 կարմիր, չիլի և հալապենո։ Վերջ։ Ընթացքում, եթե զգանք, որ պղպեղները պատրաստ են, կհանենք, կթողնենք մսակտորները թող լավ կարմրեն։ Շաուրմայի հետ առաջարկելու եմ 2 տեսակի սոուս։ Կսկսենք կետչուպից։ Բուսայուղ ենք տաքացնում։ Եվ քերում ենք գլուխ սոխ։ 1 միջին գլուխ սոխ։ Մանր անցքերով։ Կքերենք նաև 2 միջին չափի սխտոր։ Քերիչը թող մնա դեռ։ Սոխը և սխտորը կհամեմեմ 1 թեյ գթալ շագանակագույն շաքարավազով, եղեգնի շաքարավազով։ Կվերցնեմ կես խնձոր, հեռացնում ենք սերնատուփը, ավելորդ մասերը, ջեռոցը արդեն տաքացավ այնքան, ինչքան որ պետք է։ Կլպում ենք։ Եվ քերում։ Սա կքերենք մեծ անցքերով։ Վերցրել եմ թթվաշ խնձոր։
Խնձորը մեծ անցքերով եմ քերում, որպեսզի ուտելիս ատամի տակ զգացվի, այդպես կարծում ավելի հետաքրքիր է։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ սոյա սոուս։ Մեկ ճաշի գթալ խնձորի քացախ։ Ավելացնում ենք 1 ճաշի գթալ լոլիկի մածուկ։ Մեկ ճաշի գթալ կծու սոուս, կարմիր չիլի պղպեղի, չմոռանանք պղպեղների և մսակտորների մասին։ Կարծում կարելի է շրջել։ Թող լավ կարմրեն։ Շրջենք նաև պղպեղները։ Շարունակենք սոուսը։ Ավելացնում ենք թարմ լոլիկ։ Ինձ պետք է ապակ է հարմար։ Աման։ Թարմ լոլիկները ընդհանրապես լվացել եմ և քերում ենք մեծ անցքերով։ Վերցրել է 2 միջին չափի լոլիկ։ Թող սոուսը եփվի, իսկ մենք անցնենք առաջ։ Շաուրմաները պատրաստելու եմ հայկական լավաշով։ Լավաշի մեջ բացի մսից փաթաթելու եմ թարմ բանջարեղեն, վարունգ և լոլիկ։ Կվերցնեմ 2 մանրավարունգ և 6 փոքր չիլի լոլիկ։ Շերտատում ենք սրանք, նախ հեռացնենք վարունգի ծայրերը։ Եվ կես վարունգները կտրատում ենք շեղակի։ Երկու վարունգը կարծում եմ մի քիչ շատ էր, բայց ոչինչ թող լինի, վնաս չկա, կարելի է հենց այդպես ուտել։ Օգտագործենք ինչքան որ պետք է։ Կտրատում ենք նաև լոլիկը։ Այսպեսի շեղակի կտորների։
երկրորդ սոուսի համար առաջարկում եմ մեկ ճաշի գթալ մայոնեզ, 2 ճաշի գթալ թթվասեր, անգամ 3, 2, 3, Համեմում ենք մառանիկ ընկերության աղացած սև պղպեղով, կես լայմի հյութ ենք լցնում, հենց այսպես, ավելացնում ենք մարինացված մանրավարունգ, 3 հատ, այն հարկավոր է մանր անցքերով քերել, և 2 պճեղ սխտոր, դա էլ քերում ավելացնում ենք վրան։ Ավելացնում ենք թարմ կանաչիներից սամիտ, փոքր փունջ և նանա 2 ճուղ, կօգտագործեմ նանայի միայն տերևները։ Մանր կտրատում և ավելացնում ենք սոուսին։ Ավելացնում ենք մառանիկ ընկերության մի պտխունց աղ, խառնում ենք և վերջ փաստորեն սոուսները պատրաստ են, թարմ բանջարեղենը պատրաստ է, թող միսը լինի, կշերտատենք, որից հետո կձևավորենք շաուրմաները։ Դե ինչ, հավաքենք շաուրման, վերցնում ենք լավաշի կտորը, վրան լցնում ենք միս, ձեռքով, հենց ձեռքով էլ կանենք, այսպես։ Կարելի էր նախ սպիտակ սոուսը քսել, հետո նոր միսը դնել։ Ասեմ, որ շաուրմա առաջին անգամ եմ պատրաստում։ Դնում ենք կարմիր սոխի և մաղադանոսի խառնուրդ, միասին տրորել եմ, քաղցր և կծու խորոված պղպեղներ ենք դնում վրան, թարմ վարունգ, թարմ լոլիկ, և մի փոքր կետչուպ ենք դնում վրան։ Եվ լավ քիփ հաթաթում ենք։ Վերջ, ցանկության դեպքում կարելի է մի փոքր կարմրացնել, նոր մատուցել։ Խոզի մսով շաուրմա։
Համեմունքի համար ամանի մեջ ավելացնել 4 պղպեղ համեմունք, ծովի աղ, կարմիր քաղցր և կծու աղացած պղպեղներ։ Խոզի վզամիսը երկու կողմից համեմել համեմունքների խառնուրդով։ Ջեռոցի տապակի վրա ալյումինաթուղթ փռել, պատել բուսայուղով, շարել միսը, վրան մի փոքր բուսայուղ քսել։ Քաղցր պղպեղ կտրել, շարել մսակտորների կողքին, վրան բուսայուղ քսել։ Տապակի մեջ ավելացնել նաև կարմիր կծու չիլի պղպեղ և հալապենո, վրան բուսայուղ քսել։ Տապակն ուղարկել նախապես տաքացրած ջեռոց և գրիլի ռեժիմով երկու կողմից եփել, մինչև մսակտորները կարմրեն։ Կետչուպի համար բուսայուղ տաքացնել, քերած գլուխսող և սխտոր տապակել։ Համեմել շագանակագույն շաքարավազով, ավելացնել քերած խնձոր, սոյայի սոուս, խնձորի քացախ, լոլիկի մածուկ, կարմիր կծու չիլի պղպեղի սոուս, քերած լոլիկ, եփել։ Սպիտակ սոուսի համար ամանի մեջ խառնել մայոնեզ, թթվասեր, համեմել սև պղպեղով, ավելացնել լայմի հյութ, քերած մարինացված մանրավարունգ, քերած սխտոր, մանր կտրատած սամիտ և նանայի տերևներ, աղ, խառնել։ Միսը և պղպեղները հանել ջեռոցից, շերտատել։ Լավաշի վրա շարել մսի շերտերը, քսել սպիտակ սոուսը, մսակտորների վրա դնել կարմիր սոխի և մաղադանոսի խառնուրդ, քաղցր և կծու խորոված պղպեղները, շեղ կտրատած մանրավարունգ, չերի լոլիկ, ավելացնել կետչուպ, լավաշը պինդ փաթաթել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, կարմիր սոխ, լոլիկի մածուկ, ձիթայուղ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։